Երևանի ավտոբուսներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել հսկիչի եւ ուղևորի միջև։ Ըստ Նյուզեեմի մեր գործընկերների կադրերի, կանայք վիճել են ուղևորցի վճարի շուրջ։ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն ազգային ժողովի ամբիոնից քննադատության է ենթարկել գործող իշխանության արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը։ Պատգամավորը պնդել է, որ որդեգրած քաղաքական գիծը ձախողել է միջազգային գործընկերների հետ հարաբերությունները եւ վտանգում է պետականության հիմքերը։ 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Նյու Յորք եւ ելույթ է ունենում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից եւ ուշադրություն հիշեցնում եմ ձեզ, թե ինչ հարց նա տվեց Իլհամ Ալիևին։ Միգուցե բառացի չցիտեմ, բայց հիմնական մասը կասեմ։ Ես այս բարձր ամբիոնից դիմում եմ Ադրբեջանի նախագահին, որպեսզի նա ինձ ցույց տա այն քարտեզը, որը նա համարում է Հայաստան։ Պատկերացնում եք, սա ՄԱԿ-ի պատմության մեջ չի եղել այդպես մի բան, որ որևէ երկրի ղեկավար դիմի այլ պետության ղեկավարի, այն էլ թշնամական պետության ղեկավարի եւ ասի խնդրում եմ ինձ ցույց տուր, որն ես թույլատրում, որ դառնա իմ երկիրը։ Էդգար Ղազարյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած աշխարհագրական հիմնավորումները, որոնք ըստ նրա զուրկ են որևէ քաղաքական լրջությունից։ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա Ադրբեջանի տարածքի մասին խոսում է, բայց դες որոշակի վերապահումները, որ Կասպից ծովի մակարդակի իշտում բարձրանում, Ադրբեջանի տարածքն էլ է փոխվում։ Եթե չեմ սխալվում, Կասպից ծովը ողողում է նաև Ռուսաստանի, Իրանի, Թուրքմենստանի, Ղազախստանի ափերը։ Բարձում այդ երկրների տարածքը, դες անընդհատ էս դինամիկ փոփոխությունների մեջ է։ Դες կարող է դες թեքվում է Կասպից ծովը, դες մի քիչ տենց Ադրբեջանի տարածք պակասում է, Ղազախստանին ավելանում է։ Ու էս մարդիկ պետություն են ղեկավարում, հասկանում եք։ Եզրափակելով ելույթը Էդգար Ղազարյանը շեշտեց, որ իրենց նպատակը պետականությանը սպառնացող այս ընթացքը կասեցնելն ու վերջնականապես ուժեղ Հայաստան ստեղծելն է։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Լիաննա Մանուկյան, կողմ 57 դեմ 35։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Լիաննա Մանուկյանը։ Քվեարկությանը մասնակցած 96 պատգամավորներից տեխնացուին կողմ է քվեարկել 57-ը, իսկ 39-ը դեմ է արտահայտվել։ Ավելի վաղ խմբակցությունը ներկայացրել էր պատգամավոր Հայկ Ֆարմանյանի տեխնացությունը։ Հատկանշական է, որ Ուժեղ Հայաստան խմբակցության առաջադրած 3 տեխնացուներն չեն ընտրվել, իսկ ՔՊ եւ Հայաստան Դաշինք խմբակցության ներկայացուցիչները հաջողությամբ հաստատվել են իրենց պաշտոններում։ Ուժեղ Հայաստան խմբակցությունն արդեն փոխել է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի իր տեխնացուին, առաջադրելով Հարություն Հարությունյանին։ Վերջին շրջանում այնպիսի տպավորություն է ստացվում, որ բարեգործությունը Հայաստանում հանցագործություն է։ Հայաքվեի համակարգող Ավետիք Չալաբյանը դատարանից ազատ է արձակվել։ Ըստ գործը քննող դատավոր Դավիթ Բալայանի որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։ Ոստիկանը ինքը անհապաղ ազատ է արձակվում, ինքն գարաժ Ավետիք Չալաբյանին մեղադրանք էր առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար։ Ռուսական զինուժը անօդաչու սարքերի կրկնակի հարվածով թիրախավորել է Ուկրաինայի Կրիվոյ Ռոհ քաղաքի խոշորագույն առևտրի կենտրոնը։ Զոհվել է 6 մարդ, վիրավորվել 103 քաղաքացի։ Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ զոհերից մեկը ծանր վիրավորումից մահացել է հիվանդանոցում։ Ի պատասխան ուկրաինական զինուժը հարվածել է Սամարայի մարզի Օզոնի լոգիստիկ կենտրոնին։ Հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում այսօր ձերբակալվել է ադրբեջանի քաղաքացի Ռուսլան Մամեդովը։ Ադրբեջանական Սփյուռքի ներկայացուցիչը մեղադրվում է կաշառքի միջնորդության եւ իրավապահ համակարգի վրա ապօրինի ներազդելու փորձի համար։ Հատուկ գործողությունից հետո իրավախախտի մուտքը Ռուսաստանի տարածք արգելվել է մինչև 2076 թվականը։ Հատկանշական է, որ սա վերջին շրջանում ադրբեջանական համայնքի ղեկավարների մասնակցությամբ արձանագրված միակ դեպքը չէ։ Ավելի վաղ իրավապահները ձերբակալել եւ արտաքսել էին նաեւ Սփյուռքի մեկ այլ առաջնորդի։
Մասուդ Փեզեշքյանը օրդորել է օր առաջ դադարեցնել պատերազմը, ընդգծելով Թեհրանի ներկայիս ուժեղ եւ արժանապատիվ դիրքը։ Ի պատասխան ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է Իսլամական Հանրապետության դեմ աննախադեպ խիստ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին։ Վաշինգտոնի այս մարտավարությունը նպատակ ունի առավելագույն ֆինանսական ճնշմամբ նվազեցնել մոտ ապագայում լայնածավալ ռազմական բախումների հավանականությունը։ Ուղղակի ռազմական գործողությունների փոխարինումը տնտեսական պատերազմով շարունակում է մնալ տարածաշրջանային կայունության գլխավոր մարտահրավերը։ Չինաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես մերժել է ԱՄՆ ֆինանսների նախարարության Իրանի դեմ խիստ պատժամիջոցներին միանալու կոչը։ Գերատեսչության խոսնակը նման սահմանափակումները որակել է ապօրինի, քանի որ դրանք չունեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հավանությունը եւ հիմնված չեն միջազգային իրավունքի վրա։ Պաշտոնական Պեկինը պնդում է, որ տնտեսական ճնշումներն ու միակողմանի պատժամիջոցները ոչ թե լուծում են խնդիրները, այլ միայն սրում են տարածաշրջանային լարվածությունը։ Չինական կողմը հորդորում է տարաձայնությունները հարթել բացառապես երկխոսության եւ քաղաքական խորհրդակցությունների միջոցով։ Դոնալդ Թրամփի առողջական վիճակի եւ արտաքին տեսքի շուրջ քննարկումները կրկին հայտնվել են հանրության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Համացանցում տարածված նոր կադրերում երևում է, որ Թրամփի ձեռքերն ամբողջությամբ ծածկված են կոսմետիկ միջոցներով։ Լրագրողներն ու սոցցանցերի օգտատերերը նկատել են տոնային քսուքի բավականին հաստ շերտեր, որոնց միջոցով ըստ ամենայնի փորձ է արվում քողարկել կապտուկները կամ բժշկական միջամտություններից մնացած հետքերը։ Այս տեսարանը շատերին անմիջապես հիշեցրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին։ Թագուհու մահվանից ընդամենը 2 օր առաջ արված վերջին պաշտոնական լուսանկարներում նրա ձեռքերին եւս նկատվել էին նմանատիպ մուգ կապտուկներ։ Նյու Յորքում տեղացած հորդառատ անձրևների եւ հզոր փոթորիկների հետևանքով կաթվածահար է եղել քաղաքի որոշ հատվածների բնականon կյանքը։ Ջուրը ողողել է մետրոն։ Հայտարարվել է հանկարծակի ջրհեղեղների վտանգի 3-րդ մակարդակ, հատկապես փողոցների եւ ցածրադիր վայրերի համար։ Քաղաքապետ Զոհրան Մամդանին հորդորել է բնակիչներին լուրջ վերաբերվել եղանակային կանխատեսումներին, պահպանել զգոնություն։ Չինաստանի Նանկին քաղաքի մետրոպոլիտենում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Ուղևորներից մեկը պատահաբար վայր է գցել կենդանի օծաձկներով լի դույլը։ Տասնյակ ձկներ տարածվել են վագոնի հատակով, խոչընդոտելով ուղևորների տեղաշարժը։